Որն է այն սահմանը, որը իսկապես արդեն հուշում է մեզ, որ ձևավորվել է արդեն հոգեբանական կախյալություն։ Տխուր ժամանակ ես պարտադիր պետքա սկրոլ անեմ։ Լարված ժամանակ սկրոլ անեմ կամ նույնը զուգարան գնալիս լինի, հաց ուտելիս լինի, թե գործի ժամանակ մի վայրկյան ունեմ, անպայման պետքա նայեմ։ Այլևս հաճույք չենք ստանում իրական կյանքում ապրված էմոցիաներից եւ անընդհատ ուզում ենք վիրտուալ իրականության մեջ անցկացնել։ Ինչու է վիրտուալ կյանքը, վիրտուալ աշխարհը այդքան գրավիչ։ Մեր ուղեղում դոֆամին է արտադրվում եւ մենք հաճույքի մեծ չափաբաժին ենք ունենում, երբ որ գadgetների մեջ ժամանակ ենք անցկացնում։ Ինչ կկատարվի մարդու հետ, եթե նրան զրկենք ինտերնետից։ Հոգեբանական առումով մարդը սկսում է տագնապայնություն բարձր զգալ, լարվածությունն է մեծանում, տրամադրությունը փոխվում է եւ մի տեսակ նաեւ անճարակ է լինում, չի իմանում ինչ անել։ Նախկինում մարդիկ երբ որ պարկել են, թեկուզ իրար գրկել են կամ իրար մոտ են պարկել։ Հեռախոստ են գրկում։ Այո, ուղղակի սկրոլ է անում, կարծես թե հանգստանում է, բայց կողքի անձի հետ, զուգընկերոջ հետ, երեխայի հետ շփում չկա։ Գիշերային զրույցներ ամեն ուրբաթ